Իշխանափոխության անհրաժեշտություն տեսնում եք։ Այո։ Ինչու՞։ Ինչից եք դժգոհ։ Ոնց դժգոհ ինչից ենք։ Ես եմ դժգոհ, երկիրը վարի ա գնում։ Ինչ խնդիրներ կան։ Ծերից ծեր։ Համար մեկ խնդիրը անվտանգություն։ Երկրորդը տնտեսություն, սոցիալական խնդիրներ ոչ միտեղ չեմ նայ։ Եթե նայեք կառավարության նիստերը կհասկանաք։ Կամ իրանք սա գաղտնի են պահում, որ մենք չլսենք, թե իրանք ինչ լավ գործեր են անում։ Բայց չի կարելի էլի սենց։ Չի կարելի։ Երկիրը ինձ թվում է կկորցնենք, եթե Իշխանափոխությամբ հարցերը կլուծվեն։ Չէ, չեն լուծվի իշխան։ Պետք է գա այնպիսի իշխանություն կամ կառավարություն, կամ հիմա էլ կարող է իրանք ավելի լուրջ ուժեր ներգրավեն, որոնք որ այդ բոլոր քաղաքականությունները ճիշտ կտանեն, այլ ոչ թե ասելով հեսա գործարաններ ենք սարքում, հեսա էս ենք արել, այդ ընկած ման եմ գալի, տենց էլ չիմացա այդ գործանը որտեղ է բացվել, որ մենք չգիտենք, էլի։ Այսինքն բոլորը ինչ որ ասում են, ինչ որ անում են, համատես վերջին տարիներին, ինքը հակասում է բան, տրամաբանություն վերցրեք, զուտ մենակ տրամաբանություն է։ Նայում եք, տեսնում եք հարևան երկրները ինչ ձև են աշխատում աշխարհի գիգանտների հետ, նկատի ունեմ եւ տնտեսական եւ քաղաքական եւ ռազմական եւ այլն, եւ նայում եք, տեսնում եք մենք ինչով ենք աշխատում, ոնց ենք աշխատում, զուտ մենակ բարերով գնալ Եվրոմիության ինչ որ հավաքներին կամ պատերազմի 80-ամյակին, երկրորդ համաշխարհային, այնտեղ նստել թողել հետ գալ, դրանով խնդիր չի լուծի։ Ես ուզում եմ տեսնեմ անենց ղեկավար, անենց կառավարիչ, որը որ առնվազն գոնե Զելենսկու նման կվազի էսրա մոտ, կվազի նրա մոտ կչոքի սրա դեմը, կչոքի նրա դեմը ու կբերի այն անհրաժեշտ աջակցությունը պետական, որը որ համենայն դեպս բերում է Զելենսկին, ինչքան մեր, որտեղ ինքը ռուսի դեմ է պայքարում, Ռուսաստանի նման հզոր երկրի դեմ, թեկուզ սխալ է անում, դա չի կարևորը։ Այժմ տնա մտենց կառավարություն, որը որ այդ աստիճանի նվիրված կլինի մեր բոլորին, մեր երկրին, մեր հայրենիքին եւ մնացածին։ Իսկ ով որ տենց չի լինի եւ չեն էլ եղել, ով որ չի էլ եղել, պետքա դրանք իրանք ինքները իրանք կախեն։ Զուտ, ասեն դոշներին գրեն կներեք ու կախեն, չնայած դրանց ոչ մի բան չի փոխվի։